Ես մի բան կարող եմ ասել, ես որպես հավատացյալ մարդ, ով ինձ վատ է կամենում, ես իրենց բարին եմ կամենում, ով իմ երեխեքի նկատմամբ, ով իմ հարազատներին վատ է ասում, ես իրենց երեխաներին ասում եմ, թող լավ լինեն, անփորձանք լինեն, Աստծո մոտ տեղ ունենան։ Իրանց երկու շնորհք տա, որ հիշաչարությամբ չզբաղվեն, այդքան բան։ Պարոն Ղուկասյան, ձեզ որպես հավատացյալ չենք էլի հարցեր տալիս, հարցնում եմ ձեր որդու հետ կապված ինչ պատմություն է մեղադրանք են ձեր որդուն Ուրեմն փողոց են կառուցում, թե ինչ են կառուցում, այդտեղից ինչ որ խիբար մի բան հավաքում տանում թափում են դաշտերը։ Յանի բանը իմ տեղես ասել է տարեք լցրեք այստեղ, ծիծաղի առարգա էլի բան։ Դա էլ արժեք չունի, կին չունի, բան չունի։ Այսինքն դա ինչ է, Ինքը ոչ pedagogan կառույցում աշխատել է, ոչ բանել է, դա բանը ոնց ասեմ, դա իրենից արժեք չի դե, զերոյական արժեքի մասին է խոսքը, որոնք թափում են։ Հիմա կելեք գնանք ամբողջ քաղաքի 4 բոլոր նմանատիպ բան է թափածը։ Ուղղակի այդպես բան են։ Բայց դա շորթման հետ կապ չունի, պարոն Ղուկասյան, շորթումը այլ բան է, Իրենք էլ չգիտեն, դա ինչ է, շորտում նշանակում է pedagogan կառույցում աշխատել, շորտում կամ ինչ որ մի բան։ Ինքը ոչ pedagogan կառույցում է աշխատել, ոչ դա իրենից արժեք է ներկայացնում։ Ուրեմն այդ գույքը իրենից ոչ արժեք է ներկայացնում, ոչ բան, դաշտերի թափածի մասին է խոսքը։ Եվ այդպեսի բան, որ միանշանակ ինքը ոչ տեսել է, ոչ քննարկել է, ոչ խապար է, ոչ էլ այդպեսի բան կա։ Հերթական գործ կարելու Պարոն Ղուկասյան, քաղաքացիական պայմանագրից խմբակցության անդամները Գյումրեցի նաև պատգամավորները իշխանության ասում են, որ թող գլուխը կախ աշխատի Վարդան Ղուկասյանը եւ եթե որդին հանցագործը իր քաղաքապետ լինելը դրանով չի փրկվում էլի։ Ուրեմն ես դրանց չեմ ուզում հագադարձել, որովհետև դրանք այդքան արժեք չունեն, դրանք ճանաչվածություն չունեն, դրանք ընդհանրապես չենք է ճանաչում դրանց, ես այդ քաղաքի ամեն երկրորդ տունը ճանաչում եմ, ես դրանք չեմ է ճանաչել, պատահական ծլել են, հիմի սպասեք գնայինք, այդպես պատահականները գնան, հիմա դրանց պետք է ես հագադարձեմ, դրանք հիմա արժի դրանց չեմ էլ ճանաչում, ով է այդ Պալյանը, ով է քաղաքի ինչ են եղել դրանք, որտեղ ինչ են արել, ով են ինչ գոյություն ունեն։ Դե հիմա դիդավորյալ հանձնարարական են ստացել, որովհետեւ ինձ շարքից հանեն։ Ես դրանց հետ իրանք ասեն ես պատասխանեմ, բայց այդ հաջողի ես իրեն չեմ պատճառի, որովհետեւ իրենք այդքան հարկանք չունեն, այդքան քաշ չունեն եւ իրենք այդ քաղաքում 1000 հոկանոց բան են, մարդիկ են ամբողջ։ Այդ pedagogan կառույցները իրանք ձերքին է, իրանք 1500 ձայն ունեն, դիմացը կաբրեն կտեսնենք այդ ձայներն էլ որ հավաքել են, այդ ձայներն էլ բոլորս տեսանք, թե ինչքան գումարներ բաժանեցին, ինչքան դրսից մարդ բերեցին, գրանցել տվեցին ու ընդրության մասնակցեցին, դուք արկա եկեղեցորը տեսել եք, թե որ այդ ձայները իրենց ձայները չի, իրանց սարկած, պդդեցրած, հասկացար, այդ ամեն ինչը կազմակերպված, գումարները բաժանած, տեսակ թե մի մարդուն 60,000 դրամ գումար են բաժանել, դուք եք նկար անել, մեր մոտ էլ այդ փաստերը կա։ Ես այդ ձայները եւ կասեի Նիկոլ Փաշինյանին, որ այլ մարդիկ ընտրեն, այդ թիմը իրեն խայտարակում է այդքան բան։ Հուշում եք, որ նոր ընտրություններում նոր մարդկանցով գնա ինքը։ Հա, իրեն խորհուրդ եմ տալիս, որ այդ թիմը իրեն վարկապեկում է, այդտեղ բան չկա։ Եվ մի բան ասեմ, որ եթե ինքը նստած տեղը խորհրդակցության ժամանակ իր տղու անուն ինչ է, գլուխը մեծի անուն ինչ է։ Կարեն Սարոխանյանը Հա, դրան որ ասենք պատկերացրու ուղարկում են նարկոդիսպանսեր, որ ասում են, որ ինքը նարկոման է։ Էդի քնած է, սաղվայդի իրանից ասում են դաժե պառնոյը գնաց է թռել է տակը ջուր չի եղել, ինքը ոդն է ջարդել։ Հիմա դրա խոսքերը ես բան ասեմ կամ դա երկու խոսք խոսում է, երրորդ դիմը ոստիկան միլիցիա, դա ու պրիտովել էլ խոսալու տոնը նա է։ Ահա այսպես է խոսում, չի դեպել թե ինչ տոն է, որտեղից է զովորը։ Դրա հայոց չեմ ուզում այդ տղայից խոսած այդ տղեն ծիծաղելի առարգա է կամ մնացածներն էլ չեմ ուզում ասել, սպասեք Կեկա, всему свое время։ Հիմա դրանք ով են, որ ես դրանցից խոսեմ, ամոթել է։ Ես իրենց ռեյտինգն եմ բարձրացնում, հերու տարեք դրանից։ Ես սխալ եմ հիշում, որ դուք 2018-ին ԿՊ-ին ոնց որ թե աջակցում եք, չէ՞ 18-ին։ Ես հիմա ինչ եք լսի, կոշկոմիտ կդե բառն է, մերզի Սերժին, չէ։ Հիմա դե լսի, հիմա լսի ասեմ, հարցես տվել, ախր դու հարցես տալիս ու իմ տեքստը պատասխանում ես, տվել ես դե դու պատասխանես։ Շտկում եմ, ասում եք կոշկոմիտ Ուրեմն ես դեմ եմ եղել նախկին իշխանությանը եւ դրա համար
Նիկոլ կլիներ, Պողոս Երվանդյան կլիներ, ով ուզում է լիներ, հասկացար, նա անցնելու էր, հասկանալի է, նա անցնելու էր, սա ոչ թե Փաշինյան Նիկոլը այդքան ձայներ ունի, այլ նախկինների ատելությունից ժողովուրդ ուզեցել է պրծնել եւ ընտրել է Նիկոլ Փաշինյանին, այդ բոլորը լավ գիտեն, իրանք էլ լավ գիտեն, հիմա դրանք վերել ինձ ասել դե գիտեք ինչ կա ԿՊ-ին պաշտպանեցիք, ես արեցիք, այն արեցիք, ես ընդհանրապես ԿՊ-ի վարկագիծը տեսնելով երբեք չեմ իրեն պաշտպանի ու չեմ էլ պաշտպանի եւ իրանք ուրախ են, որ ինձի պես տեղեկը դառնան իրանք կառույցին ու մի խոսքով ես դեմ եմ եղել նախկին իշխանությանը։ Ուղղակի հիմա ոնց որ թե ձեր ատելի նախկինները ոնց միացան ձեզ, էլի որ դուք քաղաքապետ դառնաք։ Այդ ձեր ատելի նախկինները միացան ձեզ։ Այդպեսի հազարարարական եք ստանում, որ ձեզ այդպես ասեն, որ ինձ կապեն նախկինների հետ, ամբողջ քաղաքը գիտի, որ ես նախկինների հետ կապ չունեմ, ուղղակի 4-ի մեջ հարկել եմ Ռոբերտ Քոչարյանին, ուղղակի, թե չէ ես ընդհանրապես նախկինների հետ կապ չունեմ, հետո մենք Երևանյան խաղերին, ես քաղաքական խաղերից շատ հեռու եմ ես օբյեկտիվ, ուղիղ, ճիշտ խոսող անձնավորություն եմ, ինչ իմ սրտից կա, ես դա ասում եմ։ Եվ մի հարց է, դատանը ձեր նկատմամբ 5 միլիոն դրամ գրավ կիրառեց, ձեզ համար դա մեծ գումար է, թե հեշտությամբ կվճարեք այդ գումարը։ Աղջիկ ջան, ուրեմն ես ուշադիր լսի քեզ ասեմ, ես այնքան հարկանք ունեմ, հիմա որ աշխարհի որ երկիրը զանգեմ ու ասեմ ինձ $500,000 է պետք, $50,000 է պետք, 2 րոպեով կգա դա Ղուկասյանին լսի, Ղուկասյանին վերեն կտան, հետո ես փոքրուց աշխատել եմ, գիշեր ցերեկ մեր եղբայրներով ամբողջ քաղաքը գիտի, լսեք Գյումրին այնպեսի մի քաղաք է, որ ամբիր մեկը մյուսին ճանաչում է, 5 անգամ, 6 անգամ քաղաքապետ ընտրվի մեկը, 2 անգամ ազգային ժողովի պատգամավոր, ու ընդհանրապես աշխարհում մի բան կա, եթե մեկը աշխատել է, դրանից հետո չի ընտրվում։ Դուք չեք տեսնում, որ նման օրինակ Հայաստանում եւ շատ երկրներում չկա։ Այսինքն դուք զգում եք, որ եթե ես ինչ-որ մի բան արած լինեի ձեր ներկայացրած ձևով, ուրեմն ես ընդհանրապես չէի ընտրվի։ Հիշեք, ընտրվելու եմ, ինչ կան առաջադրեմ, այնքան անցնելու ենք։ Սա հիշեք։ Պարոն Ղուկասյան, դուք ասում եք, որ ձեր որդու խփել եք դուք եք խփում, մենք չենք խփում։ Պարոն Ղուկասյան, հարցից ինչ եմ, էլի դուք միշտ հիմա ասում եք, որ ձեր որդու նկատմամբ ըստ էության քաղաքական հետապնդում եք։ Միանշանակ։ Հիմա միանշանակ կթողեք հարցից ավարտել։ Մինչև այսօր ձեր որդին գաղտնիք չէ, եւս մի շարք քրեական պատմություններով է հայտնի, մեղադրյալի կարգավիճակ է ունեցել, բայց դա ինչպես ասեմ ձեզ։ Ուրեմն արդեն 4-րդ անգամն է իմ որդու ստանում պահում են ու բաց են թողնում, որ փաստերը իրականությանը չի համապատասխանում։ Իմ որդիս կրակն են իր հոր ձեռքը, որ ասենք իր հերը չի գնում պետության հետ, հասկացար, համագործակցության ու ներքին կարգով ստուկած չի դառնում, այլ պաշտպանում է ժողովրդի հայրենիքի շահերը։ Դրա համար ոչ, միանշանակ այդպես եղել։ Ինչ բոլոր գործերը բացեք նայեք։ Բաց են թողել, ասել են, փաստերը չկա, անհիմն է եւ այսպես։ Եվ ես էլ նույնությամբ։ Դրանից առաջ 7 ամիս տարան պարեցին նորից նույնությամբ։ Դրանից հետո 1000-ից եւի բոլոր դուք ինչ բարձրաձայն ասեցիք, վերջում տակը մնացիք։ Մինչև 2018-ը մեղադրյալ չի եղել ձեր որդին։ Այո, հենց այդպես ասում եմ, հենց ինչ որ ասում եմ այդպես։ Հետո մյուսն ասեմ, երբ որ տեսնում են քաղաքը խախանդ է, ուրեմն հadoop պետությունը կռիվ է գցում ջահելների մեջ, որբիսի դրանց մեջ քաղաքական իր գործունեությունը ծավալի։ Գյումրին այնքան խաղաղ ու հանգիստ է, մի հատ ով է դուրս եկել, մի հատ դուրս պրծուկում կա, նորից էլի ասել է Գյումրիում հանցագործություն, չգիտեմ ինչ բան, այս կոմենկոմ դες բաներ ասում, էլի պատվեր են ստացել։ Ուրեմն Նապոլեոնը վախենում էր ոչ թե 100,000, լսի աղջիկ ջան։ Նապոլեոնն ասում էր. Ես երկու լրագրողից ավելի շատ են վախենում, քան 100,000 բանագից։ Այսինքն ինչ ուզենաք կներկայացնեք, սպիտակը սև կներկայացնեք, սևն է սպիտակ կներկայացնեք, հիմա մենք ինչ ենք, ձեր ձերքը կրակն ենք ընկել։ Հիմա որ ձեզի դադի չենք տա, ես մեղավոր եմ ընդհանրապես, ես դադի տալ չեմ սիրում։ Հիմա այնքան բաներ կա, որ ներկայացնում եք, դրանից հետո պետք է դադի տան, որ ձեզանից բան անեմ։ Հիմա ես դա չեմ սիրում, դադի չեմ տալիս, դուք էլ պետք է չափ անցնիք գիշեր ցերեկ Ղուկասյանի վրա շարով տակ։ Հարցս բայց այլ էր։ Դե ասեցի ոչ, սարկածեղի ամեն ինչ։ Նեսեք ու կզգա։ Այո։